Ընկերներ, ողջույն, այսօր միասին սահմաններում թե ինչ բան է գծային հավասարների համակարգը, գծային հավասարների համակարգի լուծման սահմանումը կտանք եւ համարժեք գծային հավասարների համակարգի սահմանումը։ Դե ինչ եկեք սկսենք, ուրեմն դիցուկ ունենք m հատ n անհայտով գծային հավասարներ ունենք։ Այդ հավասարները եթե մենք համախմբենք, որ կունենա հետեւյալ տեսքը, կստանանք m n անհայտով m գծային հավասարների համակարգ n անհայտով տեսեք անհայտների քանակը n այսինքն ամեն տողում x-երի քանակը դա հավասար է n-ի իսկ տողերի քանակը այսինքն այդ հավասարների քանակը հավասար է m-ի դրա համար ասում ենք n անհայտով m գծային հավասարների համակարգ որտեղ a-ին դա ցույց է տալիս i-երորդ գծային հավասարման x-ի գործակիցը i-երորդ a-ին դա i-երորդ գծային հավասարման x-ի գործակիցն է x-ին անհայտն է x-ի անհայտի գործակիցն է իսկ b-ին դա i-երորդ գծային հավասարման ազատ անդամն է ազատ անդամը սրանք հիշում ենք որ պատկանում են r-ին իրական թվեր n անցած դասին սրա մասին խոսել հիմա միասին տանք սահմանումները թե ինչ բան է լուծում եւ դրանց համար ինչ բան է լուծում ուրեմն սահմանում առաջին ասում է հետեւյալը ալֆա 1, ալֆա 2, ալֆա-ն իրական թվեր են, որտեղ ու այդ իրական թվերից կազմված էնյակը կոչվում է այդ գծային հավասարման համակարգի լուծում, եթե այն լուծում է այդ հավասարներից յուրաքանչյուրի համար, այսինքն այդ էնյակը տեղադրելով այդ համակարգի յուրաքանչյուր հավասարման մեջ կստանանք նույնություն։ Հաջորդ սահմանումն ասում է հետևյալը գծային հավասարների համակարգ ունի լուծում, ապա այն կոչվում է համատեղելի համակարգ, եթե լուծում չունի, ապա կոչվում է անհամատեղելի։ Եվ համատեղելի համակարգի համար, այսինքն այն համակարգեր, որոնք ունեն լուծում։ Եթե ունի միակ լուծում, ապա կոչվում է որոշել, եթե ունի ավել լուծումներ, մեկից ապա կոչվում է անորոշ, ու հետագայում կտեսնենք, որ անորոշ համակարգերն ունեն անվերջ քանակությամբ լուծումներ, եւ այսօրվա վերջին սահմանումը միևնույն անհայտ պարունակող երկու գծային հավասարների համակարգ կոչվում են համարժեք, եթե դրանք ունեն միևնույն լուծումները կամ երկուսն էլ անհամատեղելի են։ Անհամատեղել, այսինքն հիշենք, որ լուծում չունեն, ապա այդ դեպքում նրանք կոչվում են համարժեք։ Վերջ ընկերներ, այսօրվա համար այսքան այս սահմանումներով սահմանափակեմ, որտեղ հաջորդիվ մենք այս սահմանումները բոլորն օգտագործելու ենք մեր ավելի գիտելիքները խորացնելու համար, ինչպես նաև պրակտիկայում սրանք բոլորը նույնպես միասին կիրառելու ենք։ Այսօրվա համար այսքանը չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։